Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից 48 դիզայն ՍՊ-ից Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը գնել է ոսկե համրիչ։ Լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել եւ ինչու հաշվետվություն չի տալիս այդ մասին։ ԱԺ նախագահը արդարացել է, թե կասեմ, բայց առանց տեսախցիկի։ Ըստ Ժողովուրդ օրաթերթի ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ժամկետային զինծառայությունից փողով ազատվելու նախագիծը թեժ քննարկվել է նաև 3 ՔՊ վարչության նիստի ժամանակ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նախագծում առկա խնդիրները, բացատրել, որ կողմ եւ դեմ տեսակետերը խաչվում են իրար, բայց ռիսկային է նախագիծը։ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցի կաշառքի գործով ձերբակալություններ են լինում, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված քրեական գործի շրջանակում արդեն 5 անձ է ձերբակալվել։ Օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի Դավթաշեն առողջության կենտրոնի տնօրեն Ջեննի Հովսեփյանը, գրում է Հրապարակ օրաթերթը։ Օրաթերթը նաև գրում է. Դեռ մի քանի ամիս կա ՔՊ վարչության ընտրություններին, սակայն իշխող խմբում գրեթե վստահ են, ովքեր են անցնելու կանանց քվոտայով, դառնալով իշխող ուժի ղեկավար մարմնի անդամներ։ Ըստ ՔՊ-ական կանխատեսումների ներկայիս միակ կին ներկայացուցիչ Փաշինյանի երբեմնի ամենահավատարիմներից մեկը Արփի Դավոյանը չի ընդգրկվի նոր վարչության կազմում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանին վերաբերվում է իբրև մանկապարտեզի, ինքն էլ իբրև դայակ է աշխատում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Երեկ առաջին ընդմիջման ժամանակ լրագրողներին ճեպազրույց տվող ԱԺ նախագահը ընդմիջումի ավարտն ազդարարող ազդանշանը լսելուն պես դադարեցրել է եւ ավելի քան 30 րոպե տևած ճեպազրույցը անցել սլացել նիստերի դահլիճ։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։